Սկսենք այնտեղից, որ դա սովորական վարձակալություն է, իսկ եթե սովորական վարձակալությունը մեզ ձեռք տար, մենք ցանկացած թատրոնում, ցանկացած տարածքում կարող ենք օրեր վարձակալել եւ խաղալ ներկայացումներ։ Այստեղ ուրիշ հարց է, սա մանիպուլյացիա է։ Բայց եկեք սկզբից գամ, եթե ուշադիր եղաք, մարդը պարզ ասեց, որ իրենց հետ խոսելու ցանկություն չունեմ, որովհետև այդ վերջին խոսակցության ժամանակ ինչ որ մեկը ձայնագրել է, իսկ դա նշանակում է, որ մենք վստահություն չունենք իր խոսքերի նկատմամբ, հա, ու ինքը եթե չունի մեզ այդ ցանկություն, հասկանալի պատճառներով արդեն պարզ է դառնում, թե ինչեր իրան այդպես պահում, որովհետև եթե հյուրընկալը կանչում է, այսինքն մարդիկ գալիս են հարցով ու մտնում են իր տուն, հյուրընկալը պետք է ասի բարև ձեզ, բարով եք եկել, լսում եմ ձեզ։ Բայց մարդը, չգիտեմ, երևի թե ուշադրության պակաս ունի, չնայած ինքը հնարավորություն ունի, հա, մամուլի ասուլիս հրավիրելու, բայց այդուհանդերձ փոխարենը մեզ լսելու, ինքը ասում է, այն ինչը մենք գիտենք, հա, այդ բանակցությունները եւ այլն եւ այլն։ Եթե հարկ լինի, մենք բանակցություններից էլ շակերտներ կարող ենք բացել, բայց մեզ չեն առաջարկել այն, ինչը կարող է ինչ-որ չափով ալտերնատիվ տարբերակ լինել, հա, անընդհատ փափուկ բարձի սկզբունքով վերել են այնտեղ, որ մենք վերջը պետք է էլի գանք, ստորագրենք ու իրենց ենթակայության տակ աշխատենք։ Իսկ ինչը վերաբերում է այդ օրենքի մեկնաբանություններին, պարզ, ես կներեք էլի, պարզ լեզվով բացատրեմ, հա, որպեսզի մեր հանդիսատեսն հեռուստադիտողն էլ հասկանա։ Ուրեմն երբ որ փաստաբանը ասում է, որ ճանաչման հայց է մուտք արվել, ուրեմն այսպես է եղել, այն պահի դրությամբ, երբ որ ճանաչման հայցը մենք մուտք ենք արել, այսինքն առաջարկել ենք, որ վարչական դատարանը ընդունի վարույթ, դատարանը ասում է, սա ճանաչման հայց չի, այլ վիճարկման, այդ պահից սկսած դա նշանակում է, որ ինքը պատրաստ է վարույթ վերցնել ու այդ պահից սկսած գործը ընդունվում է վարույթ, համարվում է վարույթի մեջ։ Ուղղակի առաջարկ է լինում վերադարձնել, փոխել անվանումը, վիճարկման ակտ ու վերադարձնել, ինչն էլ որ մենք արել ենք։ Այսինքն հիմա դատարանում վիճարկման ակտ է, այսինքն նա հայց, փաստաբան լինելով ես չգիտեմ ինչ էր տենց քմծիծաղում ու հեգնում, որ ճանաչման ակտ է ու 83-րդ հոդվածը չի գործում։ Ոչ, երևի արդարադատության նախարարությունում ինչ-որ վրիպում է եղել ու ներկայացվել է, որ մեր գործը ճանաչման հայց է, մինչդեռ վիճարկման հայց է, այ կարող արդեն Ժողովուրդ ջան, ես մի հատ բան ասեմ, իմ գործընկերները որոշեցին դուրս գանք ու փաստացի ոնց հասկացա բոլորից ձեզ հրավիրել էին, այստեղ մեր գործողությունը որն էր, որ ավելի հստակ լինի։ Հիմա, որը նորից շարունակելու ենք, տրամաբանությունը հետևյալն է։ Ուրեմն դատարանում այս պահին ունենք պահանջ, ձևավորած պահանջ, որը ըստ էության վիճարկման հայցի տրամաբանության ներքո է, որպեսզի ժամանակագրական առումով բոլորին սա պարզ լինի, ուղղակի ձեզ պարզաբանեմ, դեռևս փետրվարի 29-ին մեր կողմից հայցադիմում էր ներկայացվել հետևյալ պահանջով. ոչ իրավաչափ ճանաչել կրթության գիտության նախարարության, հա, գործողությունները եւ ըստ էության որպես հետևանք, հա, պետռեգիստրի իրավունքի գրանցում, կադաստրի մյուս այդ հարցերի վերաբերյալ որպես հետևանք էր ներկայացված։ Դատարանը մեզ նշված հայցադիմը վերադարձ է արել եւ մենք փոխել ենք մեր հայցի էությունը, ընդ որում վարչական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից ելնելով տնօրինչական իրավունքը պատկանում է հայցվորին, հայցվորը ինքն է որոշում, նախ դատարանում հայցը, ասենց ասեմ, վարչական դատավարության օրենսգրքի համաձայն հայցը գործը քննվում է հայցը հարուցելու հիման վրա։ Երբ որ հայցը մենք հարուցում ենք դատարանում, այսինքն հայցվորն է ներկայացնում, ինքն է իր պահանջի իրավատերը, ինչա պահանջում, ինքն է իրավատերը, թեև դատարանը ունի ֆունկցիա ex officio ներկայացնելու եւ մատնանշելու թերությունները, ուղղորդելու նաեւ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինելու ճիշտ հայցատեսակի, այդուհանդերձ միայն հայցվորն է որոշում, թե ինքը իր պահանջը որ հայցատեսակի տրամաբանության ներքո է ներկայացնում։ Հիմա, երբ որ մենք կրկին ներկայացրել ենք արդեն շտկելով մեր թերությունները, սխալները, դատարան, մուտք ենք արել, արդեն մեր պահանջը հստակ ձևակերպել ենք հետևյալ ձև, որ պետական ռեգիստրում իրավունքի ես կրճատ եմ էլի ասում, որպեսզի պարզ լինի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իրավունքի դադարեցումը եւ վերակազմակերպումը, որը որ տեղի ունեցել, անվավեր ճանաչվի, վերացվի եւ ըստ էության եւ ոչ թե որպես հետևանք կամ եւ
ոչ իրավաչափ ճանաչվի կրթության գիտության նախարարության կողմից կատարված գործողությունները, որոնք բխում են որոշումից, կառավարության որոշումից։ Այսինքն ակնհայտ է, որ մենք ունենք հիմա ստեղ նաև մենք եկել ենք Արդարադատության նախարարության պարզաբանումը տվյալ պարագայում, որը որ վերաբերվում էր նաև սրան, հա, որ այդուհանդերձ իրենք ներկայացրել են, որ Գոյ թատրոնի հայցը որպես այդպիսին ճանաչման հայց է, ըստ էության իրենք հղում են կատարել դատալեքս տեղեկատվական համակարգին, որ վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով, որ դատալեքս տեղեկատվական համակարգում արկա տեղեկատվության համաձայն թիվ ՎԴ 219505 վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց, ես փաստում եմ բոլորը տեղյակ, թե դատալեքս տեղեկատվական համակարգը տևական ժամանակ ինչ կարգավիճակում է գտնվում։ Այսինքն այդտեղից հստակ ինֆորմացիա ստանալ, հա, այսօր մենք փաստաբաններս այդ խնդրը ունենք, չենք կարողանում, որտեղ դատալեքս համակարգը ընդհանուր առմամբ խափանված է։ Դրա փոխարեն իրանք գործի մասնակից են, ունեն դատարանի որոշումները թղթային տարբերակով, որը հենց հիմա նաև իմ ձեռքի տակ է, որտեղ հստակ դատարանը վարույթ է ընդունել մեր վիճարկման հայցը, ավելին երրորդ անձ ներգրավելու որոշում կա դատարանի կողմից, որտեղ եւս նշված է, որ քանի որ վիճարկվում է պետական ռեգիստրի, կադաստրի կողմից տրված իրավունքի վկայականները, հետեւաբար դատարանը նաեւ համաձայնագիրը, որով կնքվել է Սունդուկյանի եւ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ, այս բոլորը քանի որ վիճարկվում է, այս մարմիններին եւս երրորդ անձ են ներգրավել։ Այսինքն ակնհայտ է։ Հիմա տեսեք, իրանք ներկայացնում են, մենք ստեղ ենք հիմա, փաստացի ասում ենք, որ դուք շարունակում եք ապօրինություն, իրավունքի խախտում ցուցաբերել եւ առնվազն վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այն մասով, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է, որ ըստ էության իրենք կասեցնում է իրենց գործողությունները, առաջարկում ենք, պահանջում ենք դադարեցնել իրավունքի խախտումը շարունակաբար, հակառակ պարագայում հիմա մեր պահանջը ըստ էության մեր նաև գործողությունները թե պատկան մարմիններին հրավիրելն է, որպեսզի այս հարցերը իրականում նաև գնահատական տրվի եւ ըստ էության ոստիկանությանը պետք է հրավիրենք, որպեսզի չխոչընդոտվի մարդկանց մուտքը, առնվազն կասեցվում է իրենց գործողությունը։ Մինչդեռ իրանք շարունակում են այս ապօրինի գործողությունը։ Ընդ որում, մի բան էլ ես ասեմ, ուղղակի որ պարզ լինի, հա, եթե իրանք ներկայացնում են, որ մենք ենք ոնց որ ասողը, պահանջողը, մեր պահանջն է, բայց իրանք մեկնաբանում են, որ սա ճանաչման հայց է, այդ դեպքում իրենք պարտավոր են հիմնավորեն ապացուցեն, թող բերեն դատարանից, մենք բերել ենք թղթեր, որոնցով մենք հիմնավորում ենք, որ սա վիճարկման հայց է։ Եթե իրանք չեն ընդունում, որ սա վիճարկման հայց է, ուրեմն իրենք են պարտավոր դա ապացուցելու, որ սա վիճարկման հայց չի։ Հետևաբար իրենք պետք է ներկայացնեն այս ճանաչման հայցի հետ կապված փաստաթղթերը։ Մենք գտնում ենք, որ շարունակում են ստեղ ապօրինությունները, ընդ որում նաև ըստ էության զերծ մնալով որոշակի որակումներ տալու, մենք ամենայն հարգանքով չենք եկել, ձեզ չենք իմ գործընկերները չեն հրավիրել, որպեսզի լուսաբանվի մամուլի ասուլիս տեղի ունեն, այլ եկել ենք մեր պահանջը փոխանցելու։ Հիմա փաստացի ստացվում է, որ մենք շարունակաբար հիմա էլ նորից կմոտենանք, կասենք տնօրենը թող մոտենա, մեզ կոնկրետ պատասխան տա։ Հիմա բացում է դռները, հա, այդ բանալիները իր տիրապետության ներքո պետք է չլինի ըստ իրավունքի, թե ոչ, որից հետո հաջորդիվ մեր գործողությունները կլինեն։ Բանը ասաց, որ Արդարադատության նախարարության փաստաթուղթը հիմք չի կարող հանդիսանալ, որպեսզի բանալիները ձեզ տրվեն եւ դուք վերսկսեք ձեր գործունեությունը դահլիճում։ Ամեն դեպքում այդպես ասվեց։ Եթե դուք ներկա լինեիք, միգուցե դուք էլ Ես իմ գործընկերների շահերն եմ իմ վստահորդի շահերն եմ ներկայացնում, երբ որ իմ վստահորդները դուրս են գալիս, ես իրավունք չունեմ ներկայանալու։ Ես հիմա էլ եմ պատրաստ, եթե դուք էլ որ ըստ էության դուրս գաք, երևի միգուցե իրենք կմոտենային, դրսում կշարունակենք այդ հարցը, չէ, դե հիմա նայեք, մենք որ
տեսեք, արդարադատության նախարարությունից մենք չենք պահանջել, որ որոշում տա։ Մենք խնդրել ենք ընթացակարգերից ելնելով, քանի որ օրենքի մեկնաբանություն, որոշակի պարզաբանում դրա իրավունքը կրողը, արդարադատության նախարարությունն է, մենք այս կոնտեքստում ենք դիմել արդարադատության նախարարությունը։ Սա ինչի է առաջացել։ Ես պարզաբանեմ, որովհետև միակողմանիորեն Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը նախարարությունը եւ նախկին ասենց ասեմ, նախկին արդեն իրանց համար, չէ, Գոյի հետ կապը, Կարեն Սիմոնյանը, ով, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, այսպես ինքնուրույն մեկնաբանել են։ Իսկ հիմա հարց է ստացվում, արդյոք իրանք իրավունք ունեին մեկնաբանելու օրենսդրությունը։ Իրանք ընդհանրապես այդ իրավունքը չունեն, բայց մեկնաբանը ավելին գործողություններ են կատարել հակաիրավական դաշտում։ Ստացվում է հետևյալը, որ երբ որ մենք տեսեք փաստա, չէ, եկանք ստեղ հասանք, որ ներկայացնենք, իրանք մեկնաբանեցին, իրանք դիրքորոշումը ներկայացրեցին, որ իրանք ճիշտ են։ Մինչդեռ այտենց չի լինում, էլի։ Տրամաբանությունը հետևյալն է։ Եթե մենք ասում ենք, որ կասեցված է գործողությունը, ու բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրանք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն։ Եթե չէ, մենք փորձենք մեր իրավունքները այլ ձևով պաշտպանել։ Տեսեք, ես հիմա պարզաբանեմ, քանի որ մեր հայցը Իրանից ներկայացնում է, քանի որ փոխկապակցված են մեր պահանջները, մեր հայցը իրենից ներկայացնում է երկու կոմպոնենտ, կա եւ վիճարկման հայց եւ ճանաչման հայց։ Ես դրա տրամաբանության ներքո, ճանաչման հայցի տրամաբանության ներքո, որպեսզի ապահովենք հետագա իմ վստահորդների գործունեությունը, անխոչնդոտ, որը թվում է, թե բոլոր կողմերից ասվում է, որ երաշխավորվում է ստեղծագործական իրավունքի ապահովումը, բայց մինչև այս պահը փաստացի հակառակ պրոցեսն է գնում։ Մենք ներկայացրել ենք միջնորդություն գույքը տիրապետելու օգտագործելու նախքին, այդ իրավիճակում, ասած նախքին կարգավիճակին մինչև դուռը փակելու կարգավիճակին հասնելը։ Այդուհանդերձ դատարանը նշված հանգամանքը, քանի որ տեսեք, բանակցություններ կար, բանակցությունների ավարտ կա եւ բանակցությունների ավարտից հետո գործողություններ կա, դատարանը այդ միջնորդությունը մերժել է, որ բավարար հիմքեր չի ներկայացվել ըստ էության։ Մինչդեռ մենք այդ բավարար հիմքերը այս պահին էլ ունենք եւ մենք կաշկանդված չենք ներկայացնելու հետագա այդ ընթացքը ապահովելու համար, բայց այս պահին խոսքը ուրիշ բանի մասին է։ Առնվազն ես փաստում եմ, որ Սունդուկյան թատրոնի կողմից Գոյ թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու, տիրապետելու իրավունքը կասեցված է։ Սա եմ փաստում ես։ Հետևաբար իրանք այստեղ որևէ գործողություն իրավունք չունեն անելու։ Ոչ միայն այս գրությունը հավելյալ օբյեկտիվ երրորդ կողմից հավելյալ, ասենք, պարզաբանում է ներկայացվել։ Դատարան համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման։